սենց թողնում, գարուն արդեն այս մեծ բաները ջունի տակ ինքը փափկում է, գարնան արդեն կորի ենք տալիս։ Ինձ համար զբաղվում եմ։ Սենց խառնում եք, որ չփչանա։ Սա հալաջուր պետք է խառնեմ սրան։ Եղիզաբեթ Թևանյանի տանն ամեն ինչ իր տեղում, շարքով, կարգով դասավորված պիտի լինի։ Այս նոր ենք քաղել, դրա համար հալա չեմ դասավորել, բաների մեջ է։ Ձմեռնամուտ է։ Ամբողջ տարվա աշխատանքը հավաքել, տուն է բերել։ Բիբարը արել եմ, խոլոդն եմ մցրել, բուխի թթու եմ դրել, այս է մի քանի հատ լոլիկով, էսպանով, սոխով, բիբարով, սենց բաներ եմ փակել։ Ես էլ ամուսինս պատվաստ արել, ես հալա նորա տալիս։ Ամուսինը Սամվելը իր պատվաստած ծառի բերքը չի հասցրել վայելել, 4 տարի առաջ մահացել է։ Եղիզաբեթը կուրիսում է ապրում, երեխաները ագարակում, 12 կիլոմետր է, գնում գալիս են։ Բայց գերեզմանը հեռու է։ Հարևան ծանոթ բարեկամ Եղիզաբեթ անունը կրճատել, պարզեցրել են, Եղսիկ են ասում։ Ստեղ իրանք ամուսիններով են, իրանք էլ են, երկուսով, երեխաները ներքև են, ստեղ ջահել չկա, բոլորը մեծահասակներ են։ Կուրիսը Մեղրիի փոքր գյուղերից է, մշտական 14 մարդ 9 ընտանիք է ապրում, գյուղում բերք ու բարիք շատ կա, հավաքող չկա։ Ամռանը մի քանի կողպեկ բացվում է, գալիս են քաղաքի աղմուկից կտրվելու, հող մշակելու, աշնան վերջ հետ են գնում քաղաք։ Բոլորի դռները փակ է, մարդ չկա, աշխատանք պետք է լինի, որ մարդիկ մնան, դե էլ գնացողները հետ չեն գա նորից։ 9 տարի առաջ Կուրիսը միավորեցին հարևան Գուդեմնիսի հետ, որտեղ 2 հոգի են ապրում, ամուսիններ են։ Հիմա այս 2 գյուղերն ու ագարակ քաղաքը նույն վարչական ղեկավարն ունեն։ Կուրիսում իրենց ղեկավարին չեն տեսել, միայն անունը գիտեն։ Առաջ գյուղապետ կար գյուղում, գյուղի հոգսերը անում էր էլի, քանդածը, ինչ որ լինում էր։ Դե հիմա միացրել են իրար, ով է գալիս, ով է գնում, իր քանդվում է։ Ես փակում են կովերի համար, քամին բացում է, կովերը մտում են։ Ես իմ կեսրարն ու կեսրունեն, ես էլ իմ ամուսինն է։ Եղսիկը 3 երեխա 7 թոռ ունի, խոթնձի կամ հող հերկելու ժամանակ գալիս են, օգնում։ Երեխեքը չեն ուզում, որ ես մնամ, ասում են իջի, բայց ես չեմ իջնում։ Ասում եմ, երբ որ արդեն չկարողանամ, նոր կիջնեմ։ Դե հələ հիմա կարողանում եմ, գյուղում մարդ կա։ Կուրիսեցիները իրար օգնելով, լավ ու վատը կիսելով են ապրում։ Մոտիկ հարևանը հեռու բարեկամից լավ է խոսքը գործնականում են կիրառում, ամեն օր հանդիպում են։ Եղսիկի ամենամոտ հարևանը 99 Էմման է, պատրաստվում է աղջկա մոտ Մեղրի գնալ, ձմեռելու։ Արի, վախոտ բազար, արես թե ասում եմ վախում ես է դու։ Ես եմ վախում։ Բա ով է վախում։ Ինչից եմ վախում։ Մենակ վախում եմ, է բալած։ Իրան բերում եմ մեր տան քնացնում, ես էլ գնում եմ իր տան քնում։ Ինքը վախենում է գնում է, իսկ ինձ մենակ պահում ստե։ Իբրեն ես չեմ մենակ գնում է։ Տարիների ընթացքում Կուրիսի բնակչությունը քչացավ, ենթակառուցվածքներն էլ փակվեցին։ Հիմա գյուղում դպրոց, գրադարան, խանութ չկա։ Մեծ առևտրի համար այս կողմերի բնակիչներն Իրան են գնում։ Մեքենայով հասնում են մինչև ագարակի անցակետ, այնտեղից ոտքով անցնում են Արաքսի կամուրջը, հայերեն խոսքով ու հայկական դրամով առևտուր են անում ու վերադառնում են տուն։
Արաքսից մի քիչ հեռու խանութներ են բացել։ Ամեն տեսակի խանութ կա։ Գնում եք առևտուրանում գալիս։ Բանջարը, շորերը, սնունդ կոնֆետները, կարակ ենք բերում պաչկաներով, էժանանդեղ։ Մոտ 60-ից 70 տուն կա ես, բայց դե հիմա ինչ, խանդվում է, խանդվել է։ Մուրաս Համբարձումյանը կուրիսում է դպրոց գնացել։ Ամուսնանալուց հետո Մեղրի է տեղափոխվել։ Աշխատել է, երեխաներին դպրոց մանկապարտեզ է ուղարկել։ 10 տարի առաջ կնոջ հետ վերադարձել է հայրենի գյուղ։ Մուրազի տնից մի քանի 100 մետրի վրա ագարակի պղնձամոլիբդենային բաց հանքավայրն է։ Ասում է, երբ հանքում պայթեցում են անում, իր տան պատուհանները դղրդում են։ Տասնամյակների ընթացքում հանքը հասել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն։ 10 տարուց ավելի է քննարկվում է եկեղեցին տեղափոխելու հարցը, բայց խոսքը գործ չի դառնում։ Եկեղեցին դեռ իր տեղում է։ Հանքն էլ շարունակում են շահագործել։ Աղամնի։ Աղոն։ Ադե դուրսարի հյուրերում է։ Հենց Մուրազի թորները գյուղ են գալիս, տունը լցվում է։ Մակապարտեզ չկա, դպրոց չկա, լրիվ փակվավ, մնան ինչ անեն, երեխաները որտեղ գնան։ Ամեն օր չեն կարա տանեն, ագարակ բերեն կամ Մեղրի բերեն։ Ստիպված քեշեցին մնացին։ Հա, եկսի։ Հա, լավ։ Եղսիկի պատրաստած թխվածքն ու աղավնիի հավաքած սարերի թեյը ձմռան ցուրտ օրերի համն ու հոտն են։ Ոնց է եղել։ Լավ։ Սմակովերը չկա։ Մուրազնա մեր կովերն էլ միասին տանմա, միասին բերում։ Եթե ինքը չտանի, ես էլ չեմ պահի։ Առավոտյան 5-ին է սկսվում եղսիկի օրը։ Երեկոյան 10-ին օրն ավարտվում է, բայց գործերը չեն ավարտվում։ Կրկնվում են ամեն օր։ Շուտ են ծնել են, արդեն ցամաքում են։ Կաթ քչացրել են։ Այս վեդրոն լիքը չի լինի, երկու կողմը։ Կյանքի իմաստը ո՞րն է։ Կյանքը հիմա իմաստուն է։ Ինքան բաներ ենք տեսնում, որ անիմաստադառ է։ Ինքի իմաստն է, երեխեքը առողջ լինեն, տեսնես, ուրախանաս, խաղաղություն լինի, խաղաղ ապրեն։ Հարստություն չեմ ուզում, հենց այնքան կարողանան ապրեն։ Ահա, հեսա տունը։